Մեր բաժին ուրախությունը մերն է, կարող եք ավելացրեք նրա չափաբաժինը, մի վերցրեք ոչինչ ուրախությունից, թող որ վայելենք մեր կյանքը ամենաարևոտ տրամադրությամբ, մեր կյանքին շատ արևներ են պետք, ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ գեղեցկուհի, տաղանդավոր դերասանուհի Արաքսիա Մելիքյանին, Արաքսիա ջան, վերջապես դու եկար մեր տաղավար, բարով եք եկել, մի տարի սպասել եմ։ Ինչ անեմ, հիմա եթե ես էլ հաղորդում վարեու քեզ հրավիրեի 2 տարի էի սպասելու։ Ես քեզ սպասեցնել չէի տա, բայց 1 տարի հետո հաստատ կգայի, կանեի այն ինչ որ դուք եք արել։ Կարևորը որ եկել եք եւ այդ 1 տարին որ ես սպասել եմ որ դուք մեզ մոտ հյուր լինեք, կարծում եմ այսօր շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Տեսնենք։ 1 տարի հնեցմամբ, սպասելիքները կարդարացվեն։ Որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևանում, տնային տնտեսուհի Աննայի եւ ֆիզիկոս Վարուժանի դուստերն եմ, առաջնեկը։ Էլ ինչ ասեմ, սովորական մանկապարտեզ եմ գնացել, ավարտել եմ Թեքյանի անվան դպրոցը, հետո Հայ ֆիլմ կինոստուդիայում եմ մի քիչ սովորել, որտեվ կիսատ եմ թողել, որովհետև գնում էի Թատերական ինստիտուտ, ավարտել եմ Թատերական ինստիտուտը, ընթացքում գնացել եմ բազմաթիվ խմբակներ, ինչքան որ ինչ կարաք մտածեք երբևէ, ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա, զբաղվում եմ դերասանությամբ եւ մնացած հարակից բոլոր աշխատանքներով։ Հիմա մենք ամեն մեկին հերթականությամբ կանրադառնանք։ Ով է ձեր անունը ընտրել եւ ինչու Արաքսիա։ Իմ անունը հավանաբար հայրս է ընտրել, ինչու եմ ասում, որովհետև դա պարզ էր, դա պապայիս, մամայի անունն է, որը լուսահոգի է եղել արդեն այդ ժամանակ եւ ես կարծում եմ անունը այնքանով նշանակություն ունի, իմ տատը շատ այսպես տնօրեն կին է եղել բնավորությամբ, Լենագանցի, որը երազել է դերասանուհի դառնա, բայց չի դարձել, այսինքն այդ բոլոր մղումներով, բայց տատս ունեցել է 2 անուն, Օվսաննա եւ Արաքսիա։ Եվ ես գյուղում, եթե պապայենց կողմի գյուղ գնում եմ, մեկ-մեկ ինձ խառնում են Օվսանել են ասում, մեր Օվսանը, բայց շատ քիչ, հետո մնացի հիմնավորվեցի Արաքսի մեջ։ Տատիկի անվանակիրն եք։ Այո։ Եվ շատ հպարտ եմ դերասանուհի, բայց դուք դարձաք։ Այո։ Ինչպես սկսեց ձեր ճանապարհը դեպի թատրոն, դեպի նաև հեռուստատեսային նախագծեր, բայց սկսենք թատրոնից։ Ավարտեցիք ինստիտուտը եւ ոնց եղավ ձեր մուտքը թատրոն։ Նախ զուգահեռել թատերական խմբակ էի գնում, բազում խմբակների հետ վերջապես բնավորվեցի ու մի փոքր ավելի երկար տևեց թատերական խմբակը, այնքան երկար տևեց, որ 22 տարի է դեռ այդ խմբակում է։ Բոլորը մնացածը շատ արագ հոգնում էի, վառվում էի հետաքրքրությամբ, բայց շատ արագ էլ հետո դավաճանում էի այդ խմբակներին։ Բայց իդեպ ասեմ, գրեթե բոլորն էլ շատ լավ եմ արել։ Ինձ ասում են դու ինչին կպնում ես, դա անում ես մաքսիմալ լավ։ Հետո պատմել եմ ես մի անգամ, որ իմ կենսաբանության ուսուցչուհին մեծ ազդեցություն ունեցավ, որ ես վերջնականապես մնամ թատրոնում, խմբակում թեկուզ, որովհետև ես դպրոցում լավ էի սովորում, մտածում էի, որ կենսաքիմիայով կգնամ առաջ, ինձ շատ հետաքրքիր էր այդ աշխարհը, ընդհանրապես մինչև որս էլ գիտություն ինձ հետաքրքրում է, ու դա ոչ թե ասում եմ խելացի երևալու համար, իրոք ինձ դա հետաքրքիր է, ես երկար ինչ-որ հաղորդումներ կարող նայեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ հատկությունը ինձ օգնել է նաև իմ մասնագիտության մեջ։ Ես ոչ մի դեր ուղղակի մակերեսային չեմ վերցնում։ Ես փորում, մինչև տեսնեմ, էլ ինչ կարա լինի։ Ինձ դա հետաքրքրում է։ Հետո ոնց եղավ։ Բեմը ինձ սիրում էր, ինչ անում էին, մարդիկ ծափարում էին, լավ էի երևի զգում։ Հետո կավեեն էի գնում։ Կավեենի խմբում մենք դարձանք շկոլնի լիգայի չեմպիոն եւ ինձ ընտրության առաջ դրեցին։ Այսօրվա մեծամեծ հիմա անուններ չեմ ուզի տամ, որոնք այսօր ներկայացնում են մեծ ընկերություններ անգամ ռուսական շուկայում, ինձ ասում են դու արի մեզ մոտ, դու շատ լավ ունես այդ ներուժը, բայց ես ընտրության հարց ունեի, կամ դրամատիկ թատրոն, իսկական թատրոն, կամ այդ շոուն։ Ճիշտ է, թվում է թե ես մեկ-մեկ փոշմանում եմ, երբ որ ֆինանսին է հարցը վերաբերվում, ասում եմ, եթե ես այնտեղ լինեի, ես հիմա մինիմում ինչերի տեր կլինեի։ Այսինքն այս մասնագիտությունը ավելի ցածր գնահատվող ցավոք սրտի ցածր գնահատվող եղավ, բայց մեկը չեմ փոշմանում, ինչու, որովհետև այս տեղի փորելը ավելի հետաքրքիր է, ստեղի բազան ու պատմությունը շատ ավելի շատ է, քան այն մեկը, որ ուղղակի շոու, կավեն, հահահիհի, քիչ ավելի քիչ է, մակերեսային էր, այնպես որ չեմ փոշմանում։ Այսօր որ թատրոնում եք եւ ինչ ներկայացումների մեջ եք զբաղված։ Ես այն
արդեն դարձել եմ մի քիչ նաև թափառող դերասանուհի։ Հիմնական տունս, որը շատ-շատ սիրում եմ, հարգում եմ ու միշտ շնորհակալություն եմ հայտնելու, դա ազգային ակադեմիական թատրոնն է Սունդուկյանի անվան ու միշտ կլինի իմ տունը։ Դա պաթոսային խոսք չի, ինձ ասում են դե այնց ոնց կլինի քո տունը, ասում չէ, երբ որ դու քո ԱԲԳԴ-ն այդտեղից ես սկսում, քո բոլոր քայլերը որտեղից որ սկսում ես, դու հենց այդտեղ էլ համարում ես քո տունը։ Պարզապես ես շատ շնորհակալ եմ իմ մի որոշման համար, որ ես ռիսկ արեցի գնալ նաև էքսպերիմենտներ անելու ուրիշ թատրոններում, ուրիշ առաջարկների ժամանակ դա բացառված ու փակ թեմա էր, որովհետև վախենում էի։ Պարզվում է մյուս ռեժիսորներն էլ միշտ մտածել են, ասել են մեզ թվացել է որ դուք ասես չէ։ Ու ես ասում եմ, բայց ինչի՞ չէ, ես միշտ եմ հա։ Ես անգամ հայ եմ, որ ոչ մի բան չկա տակը եւ ֆինանսական եւ բան, ինձ դա հետաքրքիր է այդ աշխատանքը մենք ինչից ինչ ենք սարքելու եւ ես շատ շնորհակալ եմ իմ այդ որոշման համար։ Այսօր ես համագործակցում եմ շատ թատրոնների հետ, որի համար շնորհակալ եմ եւ հրավիրողներին եւ հանդիսատեսին, որը միշտ ինձ շատ լավ է դիմավորում։ Իսկ ամենատակը, որից դեռ թխուկի հոտը գալիս է, դա Թմկաբերդի առումն է, որ շատ նոր ենք հանձնել ու էլի ունեցավ այսպես արձագանք է, այո, շատ կարևոր է դա։ Խոսենք նաև ձեր ամուսնու Անդրանիկի մասին։ Ինչպես հանդիպեցիք։ Կարենք ջուրուկուլտայի նոր ամուսնուց խոսենք։ Ես հենց ճիշտ պահին այդ հարցն ուղեցի, որտեղ հանդիպեցիք, եղավ արդյոք հարսանիք։ Այո։ Այսօր ունեք 2 բալիկ, չէ՞։ Այո։ Երրորդի մասին չենք մտածել։ Ձեր առաջին կայծի մասին, հետո արդեն մի քիչ խոսենք հարսանիքի մասին, ավանդականներ, ավանդականներ։ Կայծը եղել է շատ հենց կայծի նման։ Անդրանիկը ուշ եկավ ինստիտուտ, ես արդեն 10 քանի օր բնավորվել էի լսարանում, տղան բացեց, շատ սիրուն էր այդ տարիքում, հիմա մի քիչ իրան չի նայում ջղայնանում եմ, ասում եմ ես սենց էլ եմ լավ, բայց շատ ինքը, մենք սաղս այդպես հոնքերով բանման դպրոցից եկած, կիսախալանքոտ երեխեք էինք։ Հաս հոնքերով, չէ՞։ Անկապ մարդ, ես զարմանում եմ, այդ ժամանակ ինքը ինձ ոնց ընդհանրապես նկատել, որտեվ հեչ նկատելու բան չէի։ Բանը, ու սենց որ մտավ, սենց դուրը միջև վերջ բացելով, շատ ինքնավստահ էր, բան, ասենց այդ, ահա եւ իմ ամուսինը, բայց ես դա ասել եմ ոչ թե հա, որ սիրահարվել եմ, այլ շատ ինքնավստահ էր, ինչ որ շատ տենց, ինչ որ այո, ես շնորհակալ եմ իմ այդ զգացմունքների համար, ինչու, որովհետև իմ 4 տարին ուսանողական անցել է սիրահարվածության ու այդ կռվել բարիշել, այսինքն իմ թատրոնի սերը, ինստիտուտի սերը եւ Անդրանիկի սերը ինքը խառնված էր։ Ես հիմա որ ուզենամ բաժանեմ, չեմ կարողանա։ Այսինքն այդ բոլորը մեկ մարմին են։ Ու հետո Արաքսիա, իսկ սիրո խոստովանություն օրիգինալ ինչ որ հետաքրքիր եղավ, թե պարզապես ընթացքը ցույց տվեց, որ դուք գտել եք իրար։ Ասեմ, ես շատ վիրավորվել էի, սենց ես ակտիվ երևում եմ, թվում է թե մարդիկ։ Քանի որ խոստովանության տաղավարում եք։ Ուրեմն պիտի խոստովանեմ։ Ուրեմն պիտի խոստովանեմ։ Այսա կգրեն տակ, ինչ ուզում ենք գրել։ Ուրեմն երբ որ համբուրվեցինք, ես ասեցի վերջ, դե արդեն ամուսնանում ենք, ես իմ մեջ, հա, որովհետև մի քիչ փակ պահած երեխապապան վախեցած է ինձ մեծացրել, որ անմայր է եւ այլն։ Էդի հետո հետագայում մեծացա, աղջիկներով խոսում ենք, պարզվում է ես շատ ներքևում եմ եղել, բոլորը այնց հավեսով ապրել էին, լավ են համբուրվել են։ Ու ես всё, դա արդեն պետք է ամուսնանանք։ Ես հիշում եմ Պուշկին Խաչմերուկի վրա, այս մեր հմուտ երիտասարդը, որը արդեն քան ընկերուհի ունեցել, ասենց ամ դե հասկանում ես, չէ, որ մեզ սա կապ չունի, մենք մնացինք լավ ընկերներ։ Ու իմ դեմքը ոնց թե ընկերներ։ Պաչվեցինք։ Ոնց թե ընկերներ, ու ես վերջ, ես արդեն պսակվել եմ։ Երկար տևեց այդ պսակվելու process-ը 4 տարի, հետո հասկացա ինչու՞մն էր խնդիրը։ Մենք հիմա արդեն նախ միշտ ենք լավ ընկերներ եղել, ի սկզբանե մեզ ընկերությունն է կապել։ Ինքն էլ ուներ իր վախերը, հա, որ դերասանուհի չլինի, այսինքն բաներ էր ասել, որոնց համար ինքը պիտի ոնց որ հետ կանգներ իր ասածից, որ կինը պիտի դերասանուհի չլինի, բան, ու մեկ է։ Ես միշտ ասում եմ, ես մի քիչ կես դերասանուհի եմ։ Իսկ երկուսդ նույն ասպարեզում եք։ Հեշտ է, թե դժվար է։ Երկու կողմ ունի այս խոսակցությունը, հեշտ է, որովհետև ես շատ բաներ կա իրեն ուղղակի չեմ էլ բացատրում, որ լուսաբաց ժամը 5-ին տուն ես գալիս։ Այդ ինչ է։ Այսինքն մարդը գիտի, որ կարա կամերան փչանա։ Հետո ես իհարկե հիմա ավելի երկար եմ մտածում, հանգիստա, որովհետև շրջապատը նույնն է, ինքը շատ լավ գիտի այնտեղ ով ուր ինչա շարժվում։ Այդ էլ կա, բայց միևնույն ժամանակ մեկ է։ Այսինքն շատ անգամ ես չեմ հասցնում տանը ինչ որ բաներ տանկ են ցաղում հասցնել, ինքը երբեք դրա մասին չի խոսում, հակառակը փորձի օգնել, որովհետև հասկանում է, դե չի ճղվելու այս մարդը։ Հետո իսկ ինչով է դժվար։
Մեր հետաքրքրությունները, հա, ես գիտեմ, որ ուրիշ մասնագիտության մարդիկ իրար բան ունեն պատմելու անդադար, իրանց կոպիտ ասած իրար հետ անցկացնելու ժամանակը հետաքրքիր է։ Մեր դեպքում մենք ունենք մի հատ կանոն, այդ մեկ-մեկ իհարկե խախտվում է այդ կանոնը, թատրոնի մասին քննարկելը եւ գոլեգաների խաղի հետ կապված, օրինակ ես կարողա հավանում եմ, ինքը չի հավանում կամ ես պիեսը այսպես եմ տեսնում, ինքը դա, ասենք, ասում է հիմարությունը ըստ ու գնում է boy bis правил, բայց որ կողքից մեկը մեզն է, ընդհանրապես տակը թեմա չկա։ Այո։ Իրականում ոչ մի լուրջ պատմություն տակը չկա, բայց մենք վիճում ենք ինչպես Շեքսպիրյան բոլոր լուրջ գրքերը, այսա թերևս ուրիշ բան, չնայած չգիտեմ, Աստված ոնց բարին է գտել, որովհետև եթե լիներ ամուսին ուրիշ մասնագիտության, գուցե եւ ինձ չտարեց ստեղծագործելու ազատությունը։ Ես ապրում եմ իմ երազած կյանքով, այսինքն ես ամբողջ կյանքում ուզել եմ գնամ այստեղ գնամ։ Կարելի է ասել, որ դուք ձեր ընտանիքում երջանիկ եք։ Այո, ես կարող եմ ասել, որովհետև միանշանակ կարող եմ ասել։ Ես անգամ շատ եմ բորբոքվում։ Ինքս կարող եմ քննարկեմ ու փնովեմ շատ իմ տան հարցեր, տպավորություն լինի ինձ չճանաչող մարդի, որ այս մարդը ինչ դժվախտ է, բայց այդպես չի։ Ես ուղղակի միանգամից բոլորը դուրս եմ անում։ Բայց երբ որ ես իրականում խոստովանում եմ ինքս ինձ, թե ես փոքր աղջիկ էի, ինչեր էի երազում, ես բոլորը ունեմ, բոլորին հասել եմ ու այն ազատության շրջանակն էլ որը ունեմ, ուրեմն հենց այս ամուսնու դեպքում պիտի դա լիներ։ Ուրիշ ամուսին գուցե ասեր ամաններդ գնա լվա։ Ու վերջ կարիերային, վերջ բեմին։ Ես ուղղակի կմահանայի, ուրիշ տարբերակ չէր կարող լինել։ Խոսենք նաև հարսանիքից։ Ավանդական էր հարսանիքը, շատ էին հյուրերը, որտեղ էր այդ հարսանիքը, ով էր քավորը։ Ավանդական է շատ, այն մեղրով, լավաշով, դհոլ զուռնայով։ Լրիվ ու մեր դերասան ընկերները, իմ համակուրսեցիները, գրեթե բոլորը դերասանական շրջանակով էին կարել հարսանիքը, որպեսզի ուրախ անցնի։ Իմ մարզի բարեկամները ովքեր որ եկել էին, հենց էին մնացել, որ այս ինչ շոու են անում երեխեք։ Այն ժամանակ չկար թամադա, շոու վարել, անել, չկար այդպես բաներ, բայց համապատրաստից ընենց հարսանիք էր դարձել, որ ինքս ինձ շատ հետագայում հորաքույրս միշտ պատմում է, այս աղջիկը ոնց պարեց, այն ինչ է, իրանց համար դա կոնկրետ բեմադրաչու է, բայց իրականում ինքնաբուխ հավեսով հարսանիք էր։ Ես անգամ հիշում եմ, այնքան բան էր քավորս Հայկը Բալայան, ինձ շատ ուշ հանեց պարելու։ Իսկ ես այնց տեսակ մարդ եմ, որ մի հատ տղկը լսում եմ, ոտքերից տակը քորա գալիս։ Արդեն ամուսինս գիտի, չի նայում, որտեղ ինչ շրջապատում եմ հարսանիք։ Առաջին երկու տակը լսում եմ, ես արդեն հրապարակում եմ։ Ու հենց իմ հարսանիքը ես չեմ պարում, երկար նստած եմ։ Բայց գլուխդ կախեի նստած։ Չէ, հա, Հայկո ջան, խնդրում եմ, Հայկո ջան, ժամանակը չի, այնքան ուշ հանեց։ Չէ, իրոք ավանդական է եղել։ Իբր շատ ուշ հանեց էլի ինձ, ու ես հիշում եմ, վայ են դուրս գալներ, որ հետո էլ ընդհանրապես չնստեցինք։ Եվ վերջին անգամ երբ եք հանդիպել ձեր քավորական ընտանիքին։ Հետաքրքիր է։ Կապը պահում եք ամուր է։ Ամփոս, իմ քավորը իմ ամուսնու շատ մոտ ընկերն է, մանկության ընկերներ են։ Արտակարգ ու ոսկի մարդ է, ես այնքան շնորհակալ եմ, այնքան կարևոր է ով է քավորդ, շատ կարևոր բան է դա։ Եվ իմ ամուսնուն երբ որ հարցադրում է եղել սկեսրայրս երբ որ հարցրել է ով լինի, կարա լինի մի քիչ այդ շրջանում անվանի կամ պաշտոնով մարդ, որը ձեզ սենց անդուն ասել է ոչ իմ ընկերը, ում հետ ես պիտի ընկերություն եմ անում։ Ու դա այնքան ճիշտ բան է, դուք չեք պատկերացնի։ Ես ի սրտե իմ Հայկոյով հպարտ եմ, Աննայով, որովհետև իրանք այնց օրինակել ընտանիք են, որ ես ինքս ներսից միշտ ձգտում եմ նման լինել իրենց։ Այդ փոխ հարաբերությունները իրենց, այդ հարգանքը, այդ սերը արտակարգ մարդիկ են ու ես շատ ուրախ եմ, որ հենց իրենք են։ Շատ։ Ես շատ ուրախ եմ, որ իրականում ստեղծվել է։ Իսկ վերջին անգամ պատահաբար Եռաբլուրում ենք հանդիպել։ Այ ես հիմա ասեցիք ու հիշեցի, պատահաբար զույգով ես Եռաբլուր էի գնացել, իրանք էլ գալիս են, բայց ես մենակ ասի ուղակի անցնում էի, ու սենց ուղակի իրար գրկեցինք, ասեցի ասելու բան չունեմ։ Խոսեցիք քավորական ընտանիքի մասին, հուզվեցիք։ Ես նենց հետաքրքիր բան տեսա ձեր աչքերի մեջ։ Այդքան շատ եք սիրում։ Ես իրենց սիրում եմ, իրանք շատ լավ մարդ են։ Իրենք էլ ձեզ են շատ սիրում եւ ասեմ ավելին, Հայկ Բալյանը հենց հիմա գալիս է մեր տաղավար։ Հայկ ջան, համեցեք։ Այս անակնկալը մատուցեք։ Հայկ ջան։ Հարսիկին։ Եկել եմ քեզ վիրահատեմ։ Ամի ասա, Հայկ Բալյանն է մեզ միանում, Արաքսիայի եւ Անդրանիկի հարսանիքի քավորը, բարև ձեզ, համեցեք Հայկ ջան, այստեղ նստեք։ Բարի գալուստ Քավոր ջան, այստեղ են ասել։ Քավոր ջան, արի։ Դուք չեք պատկերացնի Արաքսյան ինչ հիացմունքով խոսեց ձեր մասին եւ
Նա շատ երջանիկ է, որ հենց դուք եք եղել ձեր կնոջ հետ նրանց հարսանիքի քավորը եւ քավոր կինը։ Առաջարկը, որ ստացաք, միանգամից համաձայնեցիք լինել քավոր։ Դե միանշանակ, քանի որ Անդրանիկը իմ ամենալավ մանկության առաջին ընկերներիցս է, էլի։ Այդտեղ էլ քննարկելու, մտածելու, խորհելու բան չկար։ Միանգամից Այո, համաձայնեցիք։ միանշանակ։ Ամենաշատը ես չեմ սպասել ստեղ։ Վա, ինձ է Շատ անակնկալ էր։ Դամար Հայկ ջան, ձեզ շատ շնորհակալ ենք, որ եկել եք։ Իրոք սա անակնկալ է եւ մեր հյուրը չգիտեր, որ հենց դուք եք լինելու անակնկալ հյուրը։ Մեծ հաճույքով մասնակցեցի ես իրավիճակին։ Մի քիչ կպատմեք նրանց ընտանիքի մասին, որովհետեւ Հայկ ամեն ինչ չպատմի։ վաղուց գիտեք Անդրանիկին, չէ, տարիների պատմություն ունի ձեր ընկերությունը եւ հետո արդեն մի օր դառնում է այն բարեկամություն, ընկեր բարեկամություն է դառնում։ Ինչպիսին է նրանց ընտանիքը եւ դուք որպես քավոր հաճախ եք միջամտում ձեր խորհուրդներով։ Ճիշտը որ ասեմ, հաճախ եւ միջամտում եմ եւ չեմ միջամտում, որովհետեւ Անդրանիկի հետ նույնիսկ մինչեւ քավոր լինելներ ես միշտ իր հետ շատ մտերիմ եմ եղել եւ 10 օր մեծ եմ իրանից, դրա համար խորհուրդներ միշտ տվել եմ, էլի։ Եվ եթե առիթ լինում է, հենց իրենք են ուզում, որ ես միջամտեմ։ Այո, մեր վերջինը Շատ գիշես, կարևոր է։ էս էլ է խորհրդանշական։ Շատ կարևոր է։ Էս ինչ եմ հակել, մեր այն օրն է։ Որ Մի օրը։ անգամ է Որ օրը, եղել, Արաքսի ուրեմն ջան, մի անգամ պայմանավորվել ենք, որ 4-ով պիտի հանդիպենք։ Մենք չենք գալիս։ Ինչի որտեվ Անդոն կեսից ասեց ինձ կգաս թե չէ։ Ես էլ ասեց ինձ նոր ես ասում, որ մենք պիտի հանդիպենք։ Այս մարդիկ սեղանը պատվիրած, սպասում են արդեն 1.5 ժամ է։ Անդոն, դե դու պատասխանի Հայկոին ասում, դու ես պայմանավորվել, դու զանգի ու Հայկը տենց չգիտեր, որ մենք կարանք տենց իրար ուտենք։ Եկանք ու Հայկը ասեց բանը. Դուք երկուսդ էլ նույն սարի կտանեք, էլի այդ մտքով, որ դուք մեկդ մեկի թելե հիվի, դուք երկուսդ էլ դուք լուրջ մարդիկ չեք ու մենք երկուսով փչում Կանգնած ստանում եք խրատները քավորին։ Ասացի, բայց հիմա պիտի դու իմանաս ճիշտ ու գնաս։ Ինչպիսին են նրանք ետնաբեմում, կյանքի ետնաբեմում, հա։ Մենք միշտ տեսել ենք մեր սիրված արտիստներն են նրանք, եւ Արաքսյան, եւ նրա ամուսինը։ Այ բեմից դուրս, արդեն կյանքի բեմից դուրս, հա, առօրյայում ինչպիսին են նրանք։ Խելագարներ են, էլի։ Այ շատ հավես է, շատ հավես է։ Սենց ասեմ, նախ Արաքսին պատմեմ մի պատմություն, ոնց եմ ծանոթացել։ Այո։ Առաջի անգամ ծանոթացել եմ վիրահատական սեղանին։ Դուք Ես բժիշկ եք։ բժիշկ եմ, վիրաբույժ եմ։ Անդրանիկը եւ Արաքսյան արդեն կարծես ենթադրյալ երևի սկսել էին ընկերություն անել։ Եվ Անդրանիկը զանգում է ինձ, ես էլ նոր ավարտ էի այդ ժամանակ, իրանք ուսանող էին, ես նոր ավարտել էի, դեռ բժիշկ չէի էլ դարձել, կլինիկական օրդինատոր էի, բայց արդեն վիրահատում էի ինքնուրույն։ Եվ ասեց, կույրաղիքը լավ չի Արաքսիայի, մի հատ հիվանդ բերեմ, նայես եւ այլ, դե ասի բերեց, ախտորոշեցինք, սուր ապենդիցիտ պիտի վիրահատենք, բայց ես հետո զգացի, ես Անդրանիկ ուզում էր, որ ես իրան համ դրսից տեսնեմ, համ ներսից տեսնեմ, որ ես Շատ հետաքրքիր մոտեցում, ու Անդրանիկ։ մի հատ հետաքրքիր պատմություն պատմեմ այդ իր վիրահատության ժամանակ։ Վերջացրինք ամեն ինչ նորմալ ավարտվել է, հետո մտել եմ որ տեսնեմ, նոր է զարթնել նարկոզից ու ռուսերեն ինչ-որ անորոշ խոսում է, ինչ-որ եսի ինչեր է խոսում, ինչ պատմություններ ու սենց պրոֆեսիոնալ առանց ակցենտի ռուսերեն խոսում է, դե ասի մալադեց էլի, ուրեմն կրթված է, լեզուներ էր գիտի եւ այլ եւ այլ։ Մեր հարսավ։ Քննության այդ հատվածն էլ անցավ։ Հետո բայց որ ասում եմ, ինչ էի խոսում ռուսերեն, ասում եմ, ես ռուսերեն խոսալ չգիտեմ։ Ասում եմ, ո՞նց չգիտես։ Այդ ո՞նց է։ Ասում եմ, հա։ Ասում եմ, ես կյանքում ինքը ռուսի թոռ է մի կողմից տատական։ Ասում եմ, ես մի երկու տես միշտ կոմպլեքս եմ ունեցել, որ լավ չեմ խոսում, ասի դե ուրեմն դու իմացի, որ դու այդ կոմպլեքսը չունես, հա։ Այդ քնած տեղից իր մոտ զարթնել էր այդ տաղանդը։ Այսինքն նարկոսի ժամանակ նաև ռուսերեն դասեր եք Հա, ստացել։ հա, Ու արթնացել եք արդեն գրագետ։ Ներ երակային։ Այդպես ծանոթացել եմ, դեռ իրանք ընկերություն էին անում, հենց այդ ժամանակից էլ հասկացել եմ, որ մեր հարսը լինելու է Արաքսյան, դե ինչ խոսք, եթե Արաքսիայից սկսենք խոսել, ինքը արտակարգ մարդ է, աննկարագրելի աշխատասեր,
աստվածավախ, լավ ընտանիքի մայր, ընկեր, զբաղվածության մեջ հասցնում է 1000 բան անի, այդ առումով հպարտանում եմ իրանով, Անդրանիկն էլ դե Անդրանիկի հետ մի ամբողջ կյանք ենք անցել լավ, վատ, դաժան, ուրախ, երջանիկ օրեր ենք իրար հետ անցել ու շարունակում անցնել Անդրանիկի մասին Սկի խոսալու բան չկա, որովհետև ես եմ դա հաշվեք, էլի, այդտենց։ Բրավո։ Ես ուրախ եմ, Հայկ ջան, բայց ինչի՞ չեք թողում հարսանիքին շուտելներ բարեր։ Ասում ուզում էի շուտ բարել, քավորնացնել խասյաթ ունեին, ուզում էր երկրորդ րոպեից բարել։ Ծանր, չէ, տեղը նստի։ Տրադիցիոն հիմա է, որ հարսանիքները բոթ հարսերը բարելով են մտնում սրա արդեն հիմա, չէ։ Մենք ավանդական ընտանիք ենք։ Ինչի մենակ են, բաբանը, մեյքափը։ Քնիշեք, որ ինձ ասիր, արդեն մեյքափ է։ Հարսանիքը սրահում էր, թե վրանների տակ։ Չէ, դե այդպես ինչ ենք, բայց Ուրեմն Հայկը դե իրոք ավանդապա, բայց մոռացել է, էլի որ ես դերասանը սենց արես։ Ես տեսել եմ դու արդեն մեյքափ ես անում։ Դե դա տակը ենթատեքստ կա։ տարի առաջ։ Այդտեղ շատ մոդա չէր էս ամեն ինչ։ Ասում, Հայկ ջան, բայց ես դերասանում եմ, ես պիտի անեմ։ Դե նայ, հա, մեյքափ ես արդեն։ Հայկ ջան, ձեզ շատ շնորհակալ ենք, որ եկաք։ Իրոք հաճելի է լսել այսպիսի գեղեցիկ պատմություն մեր տաղավարում եւ կա իրական ընկերություն, որն էլ հետո դառնում է նաեւ բարեկամություն։ Դա փաստում է, որ հիմքը ամուր է եւ թող կյանքի ոչ մի փոթորիկ չխախտի այդ հիմքը, չնայած գիտեմ, որ չի էլ խախտի։ Եթե տարիների այս ընթացքը չխախտեցին, ես մի կարևոր բան էլ կուզեմ ավելացնել, 1000 անգամ կներեք, Հայկը ոչ միայն ընկեր, ես որպես բժիշկ կուզեմ ասել երկու բառ ինչու, որովհետեւ նախ որ մեր ընտանիքի շտապօգնությունը այդ չի քննարկվում, աչքիս տակը կապույտ է, ինչ անեմ, բզուկը հաճել, ինչ անեմ, եւ մենակ դա չէ։ Մեր ամբողջ ընկերական շրջապատը այլևս մեզ դրած մի կողմ, բոլորը կապվում են Հայկի հետ են ինչպես ասում են, համագործակցում եւ բժշկվում եւ Հայկը ինձ համար որպես բժիշկ եմ բացառիկ ասում եմ երեսիդ Հայկ ջան, այն մարդկանցից է, որովհետեւ այս քաղաքը շատ փոքր է, գալիս հասնում է տեղ, որ մարդը առանց ինչ ֆինանս, ինչ բան, գործ կա, մարդը խնդիր ունի, ուրեմն պիտի ստանա այդ օգնությունը։ Այսօր շատ դա բացառիկ երևույթ է, այնպես որ ասում են Աստծո անունով դրված բժիշկ, այդ անիմաց չեն ասում, այնպես որ ես ուրախ եմ որ։ Ուրեմն այդ կոչման համարել ենք ձեզ շնորհակալ։ Շնորհակալ եմ, ապրեք։ Շնորհակալ ես, հա։ Ձեզ ճանապարհեմ, շնորհակալ ենք շատ, որ մենք շարունակենք մեր զրույցը։ Ես կարամ գնամ, չէ։ Գնամ, հիվանդները սպասում են։ Տեսություն։ Վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը եւ մինչ մեր զրույցին կանցնենք, սիրելի հեռուստադիտող, ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաեւ մեր YouTube-յան ալիքում։ Պարզապես փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ դիտում մեր բոլոր եթերները։ Չմոռանաք թողնել ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները։ Շնորհակալ ենք, որ հավատարիմ եք ու շարունակում եք հետևել Խոստովանություն հեռուստանախագծին։ Արաքսիա, գնանք առաջ, շարունակենք մեր զրույցը։ Ձեզ համար ավելի թանկ է թատրոնը թե կինոն։ Շատ դժվար է, նույնը ասել մամայիդ է սիրում, թե պապայիդ։ Հավասարաչափ այլևս ուժ ունեն, բայց թերևս ամեն դեպքում կասեմ առաջինը թատրոնը, որովհետև առաջին քայլերս եղել են թատրոնում, բայց կինոն եկել եւ գրավել եմ կյանքում իր ուրույն տեղը եւ երբ քիչ եմ նկարվում, այդ քաղցն եմ ունենում ու ոչ թե կարիք ունեմ ինքս ինձ էկրանով տեսնելու, այլ հենց այդ նկարահանման խումբն է հենց հետաքրքիր, process-ը, այդ արագությունը, այդ ռիթմը, ես ժամանակ առ ժամանակ դա կարոտում եմ ու զգում եմ, որ տեղ ունեմ, ցանկություն ունեմ, չեմ ասում լուրջ կինոյի մասին, հա, որ մի երկու անգամ փորձ եմ ունեցել, ոչ հեռուստանախագիծ չէ, հենց գեղարվեստական ֆիլմ, դա հրաշք է ուղղակի եւ ես ինքս ինձ մաղթում եմ ունենալ կինո մեծ լավ դերեր։ Եվ կունենաք։ Հիմա մեր արկղում կա մի իր, որը ինչ որ մի ժամանակ եղել է ձերը։ Ես կբացեմ հիմա այս մեր գաղտնի արկղը եւ կտանք այդ իրը ձեզ, փորձենք հասկանալ ինչ իր է սա։ Չէ, դուք ինձ էլ է շատ հետաքրքիր։ Դդդդոմ Տուփը ծանոթ է։ Չէ։ Աման։ Խնդրում ենք հանել եւ ցույց տալ այդ իրը։ Իմ ազնիվ հայրս։ Այս ասաթենիկի ժամանակ էի հագել։ Այո։ Այստեղ մազերը հավաքած։ Իդեպ սելի հեռուստատող ուզում եմ նշել, որ այս
Գլխազարդը գրել է նաև Մետաքսյա Սիմոնյանը։ Ես չգիտեմ։ Չգիտեք, դե իմացեք, սա ներկայացման ժամանակ նաև գրել է Մետաքսյա Սիմոնյանը եւ գլխազարդը եկել հասել է նաև ձեզ եւ դուք այն գրել եք մեր բաժին ուրախություն ներկայացման ժամանակ։ Ես ո՞նց եք մտածել։ Երբ որ խաղացել եք Սաթենիկի կերպարը։ Այո։ Մենք այսպես պարբերաբար փորձում ենք հիշողությունները թարմացնել եւ տեղափոխել անցյալ, հետո բերել նորից կանգնեցնել այս օրերի ճանապարհի վրա։ Կարծում եմ, որ արթնացան այդ հիշողությունները ձեզ մոտ։ Ինչ ներկայացում էր, ինչի մասն էր այդ ներկայացումը։ Ես չեմ նայել իրականում։ Իդեպ ասեմ YouTube-յան հարթակում կա, այո։ Շատ լավ, անպայման։ Բացառիկ ներկայացումներից է, որը կա, որովհետև շատ ներկայացումներ ես կուզեի տեսնել, վերհիշել չկա, իսկ դա կա։ Մեր բաժին ուրախությունը Ռոլան Շարոյանի ստեղծագործություններ, Վահե Շավերդյանի հմուտ ձեռքը ավելի սարքել էր ներկայացում, գլխավոր դերերում էին Տիգրանը Ներսիսյան, Մուրադ Ջանիբեկյան, եւ ես պիտի խաղայի Մուրադ Ջանիբեկյանի սիրած աղջիկը, դեռքին հետո չէր դառնում։ Ես իհարկե փոխարինում էի մի դերասանուհու, որը գնաց Արգենտինա ու շատ անսպասելի է դեր եկավ հասավ ինձ, որովհետև ըստ նախորդ դերասանուհու ինքը բարձրահասակ պարուհի աղջիկ էր, հլիմնյատ ինձ նայեք, ես ուր բարձրահասակն ուր պարուհին, ու նոր երեխա ունեցած, այսինքն թոլիկ տեսքով, էլի։ Սուրեն ինչը մոտեցավ, ասաց դու ես այդ խաղում ու ես երդվում եմ, ասեցի, բայց չէ, ես չեմ համապատասխանում այդ դերին, ասեցի մենք ունենք Ծովին, Արա, Անին, իրանք այդ այնց բոյով եւ բարակ, ինձ արեց, չէ, ես քեզ եմ ուզում։ Ու վերջ, մի քանի օրում արագ այդ տեքստը հավաքեցինք, իհարկե հետո հասկացա, որ ինչ տալիս են ընդհանրապես ես մի քիչ հիմար բնավորություն ունեի, ասենց, չէ, ես մենակ ես չէ, ու շատ սիրուն ինքը երեխայից հետո այդ մուտքը շատ սիրուն էր։ Նոր ծննդաբերած աղջիկ, նորից կրկին թատրոն, ձեռքս բռնած մցրեց բեմ, բոլորս ծափահարեցին ինձ, անունով դերասանուհիներ, Գրետա Մեջլումյան, Նելի Խերանյան, բոլորը բեմում ինձ, այսինքն մուտքդ բարի կրկին։ Դա շատ հուզիչ էր, շատ շնորհակալություն, որ այդ ինձ հասավ եւ ունենալ նման խաղընկերներ։ Ինչու որովհետև երբ որ երիտասարդ ես ուրիշ կերպ ես այդ ամեն ինչին նայում, ես կլանում էի սպունգի պես, թե ինչպես է ինձ նայում Մուրադը, ինչպես է խոսում Տիգրանը, ինչպես են բոլորը պաս տալիս, Մարության Արմենը այնտեղ ոնց է ինձ օգնում, որ ես տեքստը, բոլորը, հիմա բոլորի անունը չեմ հիշի, բայց հատուկ շնորհակալություն անվանական բոլորին, ով որ կար ներկայացման մեջ ու հետաքրքիր է, որ թվում է թե ինքը դերը փոքր էր, բայց ինձ համար շատ կարևոր։ Ու ես էլի պիտի ասեմ, որ ես բախտավոր աղջիկ եմ, ես լավ դերեր եմ ունեցել եւ դեռ կունենամ եւ ունեմ։ Հավատում եք կյանքում ճակատագրին։ Այո։ Իսկ ովքեր են կերտում ճակատագիրը։ Մենք թե մարդիկ ովքեր ապրում են մեր կողքին։ Ես գիտեմ, որ եթե այսօր ձեզ հետ հաղորդման հյուր եմ նստած, դա անիմաստ չի։ Այդ մեկը հաստատ գիտեմ։ Եթե մի տարի անցել է ժամանակ ու այսօր ենք նստած, ես վստահ եմ, որ դա այդպես է։ Եթե մի քանի օր առաջ ինչ որ տհաճ պատահարի մեջ եմ եղել կամ այդ մարդը ինձ ցավեցրել է, այդ էլ անիմաստ չի։ Ես հավատում եմ, որ ինչը գալիս է իմ կյանք, ես այդտեղ դաս ունեմ սովորելու կամ գուցե ես պիտի դաս տամ ինչ որ մեկին։ Անխոս դրան հավատում եմ, բայց միևնույն ժամանակ ատելով ատում եմ բոլոր այն մարդկային տեսակը, որ նստած այսպես բազմոցին ասում են, դե իմը ինչն է ինձ կգա, չէ, այդպես չի, դու անպայման պիտի քայլ անես։ Դու պիտի քայլն անես, մնացած դռները կբացվեն։ Այդ կամ էլ կփակվեն, ուրեմն այդ սխալ տեղում ես քայլը տարել հետ գնա։ Էդ էլ է շատ մարդ պիտի ընդունի նաև այդ պարտությունը։ Արաքսիա, ինչ կլիներ մեզ հետ, եթե կյանքում չլիներ սերը։ Ու շատ տխուր բաներ եք ասում։ Մեկ-մեկ ասում եմ սեր չկա, գժվում եմ, որ տեսնում եմ, լավ ինձ սեր, հա, ասեք փոխհարաբերություն, ու կա մեջ այդ գժվելը։ Բայց առանց սիրո անհնար է, սերը այդ համբերությունն է, սերը համբերատարությունն է, ներելն է, դիմանալն է, սերը երբ որ ուզում ես մեկին դանակահարելու աստիճան կատաղացնում է, բայց մեկը չես անում, որովհետև հենց այդ բոլորը սեր է։ Թվում է թե ու ես ես վերջերս կարդացել եմ այդ որ մեծ զույգերը, տարիքով զույգերը հարցնում են որնա սերը, պատմում են թե ինչերի միջով են անցել ու դեռ իրար կողք են, այդ ժամանակա սեր կոչվում։ Ասում եմ, վաու, ես դեռ այդ ճանապարհի մեջ եմ, ուրեմն դա այն ամենը դեռ սիրահարվածությունն է։ Հետո սերը մենակ աղջիկ տղա հարաբերությունները չի, ես գիտեմ, որ ես թատրոնը սիրում եմ։ Ես վստահ եմ, որ ես սիրում եմ թատրոնը, այդ այնա, որ ես սատկացել լինեմ, մեկա գնում եմ ու ես վառվում եմ, առողջանում եմ, ապակինվում եմ, այդ սերա, չզարմանաք, ինձ չհամարեք մի հատ բար կա կտծրած, բայց ես
խելագարվում եմ բնության հրաշք, մայրամուտը տեսնում եմ, աշունը տեսնում եմ, սիրուն կատվին տեսնում եմ, սիրուն աղջկան տեսնում եմ, տղեն ես ասում եմ, սիրուն այս կյանքը, անդադար։ Ես ամեն այսօր, անգամ այսօրվա այդ կիսավթարային վիճակների մեջ, բան կարող եմ մի հատ փուճուրիկ շտրիխ տեսնեմ ու ասեմ, այս ինչ բանը շատ սիրուն էր, այս ինչ լավ էր։ Այսինքն մնում է կյանքին խենց սիրահարված։ Շատ։ Ու ես տենց էլ կմահանամ, սենց սիրահարված կգնամ այս կյանքին։ Պետք չի մահանալ, պետք է ապրել։ Այո։ Ում եք պարտական ձեր կյանքում։ Հորս հորս խստությանը, հորս պահանջներին, որովհետև երիտասարդ ժամանակ ես չեմ գնահատել այն ինչ որ ինքը ինձնից ուզում է, դա ինձ թվացել է պեդանտություն, բայց ես այսօր օրը օրի դառնում եմ իմ պապան։ Այո, երկար մազերով Վարուժան եմ դառնում քիչ-քիչ։ Արաքսիա, հայրիկի մասն եք նշում, մայրիկի մասն չեք նշում, առանց մայր եք մեծացել։ Հա, առանց մայր եմ մեծացել, բայց դե մայրիկին ինչո՞, մայրիկին ծնունդով եմ պարտական, ինչ խոսք, մայրիկին գեներով եմ պարտական, բայց ես մայրիկից շատ քիչ բան եմ հիշում եւ մայրիկից այլևս քիչ բան եմ հիշում եմ այդ մազեր, սանրերը ինձ գեղեցիկ հագցնելը, երկու անգամ լավ քոթակելը, որովհետեւ սուտ էի խոսել, բայց մեկը պիտի հորս պարտական լինեմ, մայրս այդքանն էր իր ֆունկցիան, մինչև 9 տարեկանն էր իր ֆունկցիան, դա շատ դաժան է գուցե ասել դրա մասին, բայց ես այլևս այդ պատմության հետ աղերս չունեմ, ինքը ավարտվել է այդտեղ, ու ես վաղուց բաց եմ թողել, շատ երկար այդ մամա։ Այսինքն մայրիկը մահացավ։ Մայրիկս 9 տարեկանում մահացել է։ Մանկությունս այո, անցել է այդ բեռը վրաս, այդ չսիրված լինելու անտերի զգացողությամբ, ուրիշները մամա ունեն դու չունես, կիսատ ես, թերի ես, բայց իմ ամուսնական կյանքը եւ հետագայում իմ հասունությունը, իմ մամա դառնալ ինձ ամբողջ այդ վերքը, այսենց ապակինել է։ Չեմ կարող ասել, որ ինքը ապակինված է, ոչ երբեք, այդ ես գիտեմ, այդ իմ Աստված գիտի եւ իմ մեկ այսենց կարողանում եք նստած մի հատ սենց այնց լացեմ, ու այդ ասում եմ, այդ անմամայի սինդրոմն է։ Երբեք չի անցնելու։ Ու անգամ մարդիկ կան, որոնք 60 տարեկանում կարող է ծնող կորցնեն, ասենք մեծ տարիքում, ասում է, մորս կորցրեցի, շատերն ասում են, լավ, դե մեծ կնիկ էր, ինչ մի ասում եմ, մի ասեք։ Ես մաման, մամայա, այդ էլ չի քննարկվում։ Ինչպես ասել է Շիրազը։ Այո։ Բայց ինչպես ասում են, մամայի հետ արդեն հաշտ է։ Մամայի հետ այն ժամանակ մեղադրանքներ ունեի մորս, հեշտեր ինձ թողնել գնալ, տեր լինեիր ինձ, հենց ինչ-որ մանկական տեքստեր կա, մարդկային տեքստեր, հիմա այդպես չեմ մտածում, ես ինձ համարում եմ հակառակը շատ ավելի հաջողակ մարդ, որը ունե հնարավորություն այս կյանքը վայելելու։ Պատկերացնում եք իմ մաման 30 տարեկան աղջիկ, հազիվ հասցրել է 3 երեխա ունենա, դեռ ընտանիքի քաղցրությունը չտեսած ու էլ չի ապրելու այս ֆանտաստիկ կյանքը։ Ինքն է անբախտ եղել, ես բախտավոր եմ, ես ապրում եմ։ Այնպես որ ես կապսոսամ իր կյանքի համար, կապսոսամ իմ մեղքս կգա իմ տատն ու պապը, որ երիտասարդ երեխա են դնում, այ իրանք են ավելի մեղք, քան մենք։ Մենք մեղք եղել ենք, որ կենցաղն է մեր դժվար եղել։ Բայց հետագայում այդ անցնում է։ Ես դրա համար իմ եղբայրներին շատ եմ ուզում ամուսնանան, ինչու, որովհետև երբ որ կամուսնանան, ամբողջ այդ բաց տեղերը լրացվում է, ընտանիքով, երեխայով է լրացվում։ Պարտադիր չի կողակցով։ Երեխան հրաշք բան է, գալիս է ասենց բոլոր տեղերը, ինչքան դատարկ տեղ ունես, սենց լրացնում է իր գոյությամբ, իր սիրով։ Այնպես որ ես բան չեմ անում, ինչպես ասում են, գովաստ չեմ անում կամ քարոզ չեմ անում մարդիկ, որ երեխաներ ունենան, բայց Աստված հաստատ մի բան մտածել է, որ զավակ պիտի ունենաս, այդ զավակը քեզ բան ունի ցույց տալու։ Ճիշտ է։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Իմ կարոտը անտակ կարոտ է, ու մի քանի հոգու է վերաբերվում։ Աղբորս եմ շատ կարոտում, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որը շատ հեռու է իրան պահում շատ։ Ընդհանրապես այսօր իմ ամենամոտ հարազատները բոլորը դրսում են։ Իմ վասակ աղբերն է դրսում, ճիշտ է, շատ ենք շփվում։ Իմ պապան է անտակ կարոտ, պապաս երբ որ կողքս է ինձ ջղայնացնում է, բայց առանց իր էլ չեմ կարող։ Դե մաման էլ չքննարկվող, չլցվող անտակ տեղ է։ Ընկերուհիս, որը այս աշխարհից էլի գնաց, ընկերուհու տեղը, իր տեղը բաց թողնելով, չնայած ունեմ հիմա շատ լավ ընկերուհիներ եւ ընկերներ։ Հենց այդ է, որ ասում են անփոխարինելի մարդ չկա, այտենց բան չկա, մարդիկ անփոխարինելի են, ամեն մեկը իր դերի մեջ։ Իմ անտակ կարոտներից կարան լինեմ մանկական ինչ-որ տեսարաններ, որոնք ասում եմ, այդ ջերմությունային 90-ականների, որ սառը ցուրտ ժամանակի ամենատակ օրերը, հիմա այդպես չեն։ Ես միշտ կկարոտեմ իմ աղբերների հետ այդ հարաբերությունները, մեր խաղերը, մեր երեկոները։
Ես կարոտում եմ իմ այն հին ընկերներին, ովքեր հիմա գործի բերումով գնացել են, չենք շփվում, քիչ ենք շփվում, բայց հա, ես անդադար կարոտում եմ, շատ տխուր բառ ասեցիք։ Բայց եւ միևնույն ժամանակ երեխեքս են ինձ արդեն ասում. «Մամա, ներկայում, մամա, հիմա, մոռացի»։ Ես շատ եմ գնում այնտեղ։ Ու իմ մեքենայի ղեկը գիտի, թե ես ինչքան եմ լաց լինում ու կարոտում։ Ես ուզում եմ, որ երբեք չարտասվեք։ Առանց դրա չի լինի, ասեմ ինչու, որովհետև չարտասվող մարդը քարաքիչ-քիչ դառնում, իսկ արցունքները ապակինի չհատկություն ունեն։ Ճիշտ է։ Չեմ ասում եմ, որ ամեն ինչի։ Իդեպ ասեմ, սուրախ բաների վրա եմ լաց լինում, որ ասենք երեխեք ինչ-որ մի բան հաղթում են, ինչ-որ մրցույթ է, ես աղջի ջան, դու պիտի ծափ տաս, ոչ թե դուք չգիտեք ինքը ինչ է անցել, ինչ է հաղթահարել։ Այս այդ հենց ապրում եմ իր հետ, խելագարվում եմ։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ վերնագիր կտակ այդ գրքին։ Մեծ սրտով մի խենթ աղջկա պատմություն։ Հետաքրքիր է։ Գժոտ է, էլի, բայց շատ հավես։ Ոնց մեծ սրտով մի խենթ աղջկա պատմություն, այդ հենց նոր հորինեց, չգիտեմ ինչ ասեցի։ Մտածեք այդ գրքի մասին, Արաքս։ Միգուցե մի օր էլ դառնա ներկայացում։ Ես մի բան գրել եմ, Արմենը Քուշքյան ընկերս ասում է, «Բեր ես այդ մոնո անեմ, բեմադրենք», ասում եմ, «Չէ, ես վախենում եմ մոնոներից»։ Մի օր էլ պատտվեց, անուն չեմ տա, ասեց, որ այս ռեժիսորը բեմադրեր, բանը վազելով կանեիր, չէ, ինձ չես վստահում։ Ասեցի, չէ, Արմեն, այդ իմ պատմությունն է, ես իմ մասին եմ գրել, այդ նույնն է, որ ես որոշեմ, որ վաղը առանց հագուստի պիտի բեմում կանգնեմ, որ այդ համակցակցությունը կունենամ, կբեմադրես։ Արաքս, մենք կամաց մոտենում ենք մեր նամակին, ես հիմա ձեզ այս ծրարը կփոխանցեմ, որի մեջ ձեզ ուղղված նամակն է։ Ես կխնդրեմ բարձր կարդալ, վերջում հասկանանք ով է նամակի հեղինակը։ Այնտեղ գրված չի հեղինակի անունը։ Դուք պետք է կռահեք կամ ես ձեզ հուշեմ։ Ասում են ես խելացի աղջիկ եմ, հիմա պիտի ինձ պատիվս բարձր պահեմ։ Ողջույն, վստահ եմ, լավ ես, արդեն շատ վաղուց քեզ գրանցել եմ իմ սիրելիների ցուցակում։ Մեծի խոսքը միշտ խրատ է իր մեջ պարունակում, բայց ես փորձեմ ընկերոջս տրամաբանությամբ։ Շատ ես աշխատում, լավ ես աշխատում, նվիրում ունես, որովհետև տաղանդավոր ես, շատ լավ է։ Չես էլ պատկերացնում, թե ինչքան լավ է։ Մեկ-մեկ իմպուլսիվ ես, մեկ-մեկ շատ ես, բայց փրկում է շնորհքդ, որ շատ կարևոր է։ Օհո։ Նամակ գրել սիրում եմ, բայց մի քիչ դժվարացա, աղմուկ է շուրջս։ Սովորական աղմուկ չի, բզում են ու բզում, բայց հաճելի բզոց է, ջերմ պատկերներ է հիշեցնում, հաճելի, հարմարավետ, որտեղ սեղանի շուրջ մի խումբ խենթ մարդիկ են։ Այսքանը հուսամ հասկացար ինձ, քեզ ամենալավն եմ ցանկանում։ Սեղանի շուրջ խենթ մարդիկ են, նշանակում է դերասանական շրջանակ է։ Դերասաններ են խոսում։ Ինչքան լավ, ինձնից տարիքով է։ Այո։ Ինձնից տարիքով է, որովհետև գիտի իմ իմպուլսիվ բնավորությունը, մեկ շատ ես, բայց փրկում է շնորհքդ, հու, էս նաև խրատ էր, որովհետև ճիշտ խրատ է։ Ինչ հետաքրքիր է վերլուծում։ Նամակ գրել սիրում եմ, բայց մի քիչ դժվարացա, այդ հասկացա, սովորական աղմուկի այդ հասկացա, այդտեղ սենշի մի խումբ խենթ մարդիկ են։ Մի քանի մարդ կա, որոնց անունը կուզեի տալ, բայց ասեք, փորձեք տալ ու հենց ճիշտ հասցեում լինեք, ես ձեզ կասեմ։ Մենակ ասեք կինա թե տղամարդ։ Կարամ 3 մարդու անուն տամ։ Իհարկե։ Նելի Խերանյան, Ջուլիետա Նելի Խերանյան։ Հենց առաջին ձեր պատասխանն արդեն ճիշտ էր։ Սելին մեր շատ ծելի դերասանուհի Նելի Խերանյան ջան, շնորհակալ ենք ձեր գեղեցիկ խոսքերը, նամակի եւ ծրարված նամակի միջոցով մեր տաղավար ուղարկելու համար։ Հասկացաք։ Ես շատ շնորհակալ եմ Նելիին, շատ եմ սիրում, ինքը գիտի ու ես երբեք չեմ թաքցնում իմ սերը։ Ինչ շատ անգամ ասել եմ, որ դու նման ես, հետագայում ինքս էլ հասկացել եմ, որ նման եմ, բայց դա գենետիկա, այսինքն մենք կապ չունենք գենետիկորեն, հետագայում պիտի խոստովանեմ, որ ինձ նաև շատ խանգարել է այդ նման լինելը, որովհետև մեր շրջապատում կային սիրելի մարդիկ, լավ լեզուներ, որոնք ասում էին, դե Իրանը չի գտել, կապիրովկա է անում, բայց ասենք ես ինչ կապ ունեմ, ես Սեբաստիայում ծնված աղջիկ, Նելին մի խոսքով հետագայում Նելին ինձ մի շատ լավ բան ասաց դու այդ սերը գուցե քեզ ավտոմատ դու գործիքներ ես վերցնում եւ դա վատ բան չի։
Իսկ հետագայում, երբ որ արդեն վերածվեց ընկերության, ես շատ եմ սիրում Նելիին, ես քեզ շատ եմ սիրում, գիտես, եւ շնորհակալ եմ այն մի քանի լավ խորհուրդ ա տվել իմ կյանքում, որոնք ինձ իմ գործի մեջ ինձ փրկել են։ Հրաժարվել մի քանի հիմար բաներից, որոնք ես միջև վերջ գնալու բնավորություն ունեմ ու միջև վերջ անգամ կործանման հասնող։ Մի երկու տեղ ինձ Նելին ասել է ստոպ, այդ քեզ ինչքան է պետք։ Ու ես հասկացել եմ, որ ինձ ընդհանրապես պետք չի։ Այնպես որ այ հենց լավ իմաստով արգելակ լինելու համար շնորհակալ եմ։ Հրաշալի էր ամեն բան եւ որպես վերջաբան, քանի որ դու գտնվում եք խոստովանության տաղավարում, ում կասեք կներես եւ ում ինչ ունեք ասելու։ Կներես։ Ես ներողություն կխնդրեմ իմ երեխաներից, որ շատ անգամ իրանք ստիպված են լինում տանել իմ իմպուլսիվությունը, Նելի ասած, այդ շատ լինելը, իմ էմոցիոնալ պայթյունները ցավոք սրտի տանն են լինում, բայց իրանք շատ ավելի խելացի են, քան կարելի է պատկերացնել։ Նրանք շատ ավելի սիրող ու համբերատար են, քան կարելի է պատկերացնել։ Ավելի մեծ են, քան իրենց տարիքի երեխաները, եւ իրենց սիրով ինձ միշտ ավելի հանգստացնում են։ Ներողություն կուզեմ ասել բոլոր այն մարդկանց, ես իմ անուններ չեմ հիշում, բոլոր այն մարդկանց, ում երբևէ բարձր տոնով բան եմ ասել, բայց դա հաստատ չի եղել վիրավորական։ Արամ Խաչատրյանը մի անգամ մի նյութ նայեցի, ասում էր համերգից առաջ, ելույթից առաջ իր սիմֆոնիկին հարց ասում է. ես բարձր տոնով եմ ասում, բայց ես ձեր վրա չեմ գոռում։ Ես բարձր տոնով եմ ասում, բայց այդ իմ մասին էլ էր, ասեցի ես էս մարդն եմ։ Ես գուցե դուրը բաց հենց խոսամ ու դու ես հասկանում եմ մարդիկ մեղավոր չեմ, որ դու այդպեսին ես, հավաքի քեզ աղջիկ ջան, այս կյանքը մենակ քո մասին չի։ Այդ էգոցենտրիկ զզվելի բան է։ Դրա համար կուզեմ բոլոր այն մարդկանց, ում երբևէ իմպուլսիվ կամ պահիտակ բան եմ ասել, ներողություն եմ խնդրում, որովհետև եթե չար սրտով եմ ասել, չար սրտովը հաստատ իմացած կլինեն։ Ես այսինքն ասած կլինեմ։ Իսկ մնացածի համար այդ ես եմ ուղակի դիմացեք ինձ։ Այդ օրը տենց եմ արթնացել նշանակում։ Շնորհակալ եմ Արաքսիա։ Ստացվեց մեր զրույցը, կարծում եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այս թանկ նամակի համար հուսով եմ սա իմն է։ Շնորհակալություն իմ Հայկի համար, որ շատ անսպասելի հյուր էր, որտեղ անկեղծորեն սպասում էի, որ իմ շրջապատից պիտի լինի։ Շնորհակալություն հաղորդաշարին ձեզ, որ այս էմոցիաները տվեցիք։ Հիմա իմ ձեռքերը դողում ա, որովհետև ես փորձում եմ բան կառավարել։ Գիտեմ։ Մի խոսքով ամեն ինչի համար էլ շնորհակալ եմ։ Եվ առհասարակ Աստծուն շնորհակալ եմ, որ ես այսօր այս պահին հայտնվել եմ այստեղ։ Այո, շնորհակալություն։ Սելի հեռուստադիտող խոստովանությունները հաճախ ուշանում են, որովհետև չենք խոստովանում։ Անկամ կարելի է ծրարել եւ փոքրիկ նամակով ուղարկել մեր սրտի խոսքն ու խոստովանությունը։ Խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։